Քանաքեռի կարի ֆաբրիկան է։ Այստեղ են գծագրերը վերածվում հագուստի։ Բայց սա առանձնակի տարբերվող հագուստ է։ Ոստիկանի համազգեստ է, նոր համազգեստն է։ Այն վերջնական տեսքի է բերվել եւ վերջապես ոստիկաններին հասել երկարատև աշխատանքի արդյունքում։ Նոր ոստիկանի համազգեստի մեջ նոր ոստիկանին համապատասխանող անձնավորություն պետք է լինի։ Նոր համազգեստին մոտենալ պատվախնդրորեն եւ մեջի պարունակությունը դրսի հետ համահունչ պետք է լինի։ Ինչով էր վատ նախորդը, գուցե ոչինչով, պարզապես այն խորհրդային համազգեստներ, հիշատակ բրեժնևյան ժամանակներից, իսկ նոր պետությանը հարիր է ունենալ սեփականը։ 23-ամյա Հայաստանի Հանրապետության ոստիկանը իր ծառայությունը իրականացնում էր դեռևս խորհրդային միությունից մնացած համազգեստով։ Հիմա արդեն անկախ Հայաստանի ոստիկանը ունի նորը եւ հենց Հայաստանի Հանրապետության ոստիկանի համար նախատեսված է։ Նոր համազգեստը ենթադրում է նաեւ ծառայության նոր որակ, թեև բոլոր դեպքերում անկախ համազգեստի տեսակից գլխավոր խնդիրը մեկն է՝ պատվով կրել համազգեստը։ Իդեպ ծանր ծառայությունը մի փոքր թեթևացնելու համար նոր համազգեստի գլխարկը անհամեմատ թեթև է։ Ես ուզում եմ համազգեստը հարգեք ինչպես ինքներդ ձեզ, ինչպես ձեր ծնողին։ Մենք չենք ասելու, որ սա մեզ ժառանգություն է մնացել խորհրդային ժամանակներից, մենք ասելու ենք, որ մենք ունենք մերը, նորը։ Փոխոստիկանապետ Սամվել Հովանիսյանը նոր համազգեստով առաջին անգամ է տեսախցիկի առաջ։ Հավատացած է, որ այն շատ հարմարավետ է ոչ միայն իր, այլև մյուս բոլոր ծառայեկիցների համար։ Համազգեստի ստեղծման ժամանակ հաշվի է առնվել ամեն մի մանրուք։ Այս ամենօրյա տարբերակն է։ Սա ճանապարհային ոստիկանության համազգեստն է, փոխել են գրել քաշվից։ Սա արտաքին ծառայության բարեկապակետային ծառայության ծառայողի համազգեստն է։ Անհատական պաշտպանության հատուկ միջոցների համար նախատեսված ոգիներն են։ Ձմեռային տարբերակի համար մենք նախատեսել ենք նաև այս տարբերակը, որպեսզի ծառայողի համար ավելի հեշտ, ավելի հանգիստ լինի ծառայելը, օգտագործել այս տարբերակը առանց փոխկապի, առանց ավելորդ լարվածության։ Հիմա մենք արդեն կանցնենք այս համազգեստին, աշնանային ձմեռային այս տարբերակի, սա նախատեսել ենք, որ տոնական համազգեստը հիմնականում հագնում են Հայաստանի Հանրապետության նախագահի մոտ պարգևներ ստանալու, պաշտոնին նշանակվելու տոնորերին։ Ոստիկանությունում վստահեցնում են, որ նոր համազգեստը ամենևին էլ թանկաճույք չէ եւ բյուջեում լրացուցիչ ճեղքեր չի առաջացրել։ Համազգեստների փոփոխման համար սովորաբար տարեկան հատկացվող գումարի շրջանակից չեն անցնում եւ այդ պատճառով լրիվ նորին անցումը կլինի աստիճանաբար։ Մենք համազգեստը փոխել ենք բյուջեով նախատեսված գումարների շրջանակներում եւ շարունակում ենք դա անել։ Մենք պետությունից բյուջեին ավելացնելու կամ համազգեստները նոր համազգեստի անցնելու հետ կապված որևէ մի առաջարկություն եւ միջնորդություն չենք ներկայացրել։ Սեպտեմբերի 19-ից արդեն նոր համազգեստով ու նորովի ծառայություն են իրականացնում ճանապարհային ոստիկանությունը եւ բարեկապահակային ծառայությունը։ Նոր համազգեստի թևերին արդեն արկա են շևրոնները, ձախ կողմում ընդհանուր ոստիկանության, տարբերանշանն է, իսկ աջ թևից շևրոնը կոնկրետ նշում է կոնկրետ ոստիկանությունում, որ ստորաբաժանման մասին է խոսքը։ Շատ մարդիկ առաջի անգամ որ հանդիպել են, իրենց գոհունակությունն են հայտնել, այն իմաստով որ շատ հաճելի է նայելը։ Ամեն դեպքում նոր համազգեստը կրելով անկախ քեզանից ցանկանում ես, որ իսկապես յուրաքանչյուր գործողությունը քո կապված քո ծառայական բնույթի հետ իսկապես լինի առավել բարեհամբույր, ավելի զսպված լինենք։ Պետք է լինեն տեսակով ոստիկաններ, գրագետ ու պարկեշտ մարդիկ, քաղաքացուն մոտենալու ձև ունեցող, շնորհք ունեցող, դաստիարակություն ունեցող։ Մաքրեք ձեր մեջից նրանց, ովքեր մեզ վարկաբեկում են։ Նոր համազգեստը ենթադրում է ոչ միայն նոր որակի ոստիկան մարդ, այլև ոստիկան օրենքի ու կարգ ու կանոնի պաշտպան։ Ոստիկանության արձնիում կայացած վերջին զորավարժությունները երբևէ անցկացվածներից ամենամասշտաբայինն էին ու նաև ամենահաջողվածը, ընդգծում է փոխոստիկանապետը։ Նրա համոզմամբ կազմակերպվածությամբ ու մասնագիտական ունակություններով ոստիկանները նոր համազգեստի պատիվը բարձր պահելու առաջին քննությունը բռնեցին։ Այո, որակապես ոստիկանությունը այսօր փոխվել է։ Ոստիկանության աշխատակից ծառայող այսօր արդեն իր խնդիրների լուծման համար օգտագործում է այն, ինչը որ կա այսօր արդի աշխարհում։
2014 թվականի զորավարժանքները ցույց տվեցին, որ այսօրվա ոստիկանը տիրապետում է, կարգապահ է, նա գիտի արդեն հրահանգները ստանալուց, ինչ հրահանգի ժամանակ նա ինչ պիտի անի։ Վայրի հաճոցները հենց խոսում են նրա մասին, որ ոստիկանությունը ճիշտ ուղու վրա է։ Նրանք տեսան կազմակերպված ոստիկանություն։ Նոր հանդերձանքով օրենքի պաշտպանի մեջ քաղաքացին պետք է տեսնի ոչ թե սպառնալիք, այլ իրական պաշտպանություն։ Սա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հստակ ցանկությունն է ու պահանջը։ Մենք ժողովրդին երբեք չենք սպառնացել, մենք ժողովրդին ենք պաշտպանում։ Եթե զորավարժություններով հայտարարում են, որ մենք իրենց սպառնում ենք, համազգեստով նույնպես շարունակեք սպառնալ տղաներ։ Այո, մենք սպառնում ենք մեր գիտելիքներով եւ օրենքի գերիշխանությամբ եւ շարունակելու ենք սպառնալ։ Համակարգային բարեփոխումները շարունակական են եւ առնչվելու են գրեթե բոլոր ստորաբաժանումներին։ Առաջնահերթ այն, որտեղ խնդիրներն ակնհայտ են։ Վլադիմիր Գասպարյանը վերջերս խորհրդակցություններից մեկի ժամանակ հատուկ անդրադարձել էր ճանապարհային ոստիկանության աշխատանքին, առանձնակի ուշադրություն հրավիրել քաղաքացիների հետ նրանց անբարեկիրթ շփվելու փաստերի վրա։ Ես չեմ ուզում համակարգի ներսում լինի դիմադրություն, զորբայության դիմադրություն, դրամաշորթության, լկտիության, քաղաքացու հետ վատվարվելու, կլինի այնպես, ինչպես ես ասեցի, կլինի այս համակարգը, չի լինի այնպես, ինչպես ես ասեցի հիմա, այս համակարգը 100%-անոց կլուծարվի։ Մինչև տարեվերջ նոր համազգեստներով կապահովեն ոստիկանության մայրաքաղաքի բոլոր ստորաբաժանումները, իսկ հաջորդ տարի արդեն մարզայինները։ Նելի Հարությունյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանգյուն։